Օրերս ես Տիգրան Խզմալյանն եմ։ Երբ ներկան պարտվում է անցյալին, դժողը միշտ ապագան է։ Սա հենց այն ինչ կատարվեց վերջերս Գյումրիում, որտեղ ներկաները պարտվեցին նախկիններին։ Եվ սա վտանգի տակ է դրել ոչ միայն մեր երկրի երկրորդ քաղաք Գյումրին, այլ ողջ Հայաստանը։ Կարելի չի կասկածել, որ մեր թշնամիները ռուս-թուրքական դաշինքը շտապելու են ընդլայնել այդ պլացդարմը։ Մենք արդեն լսել ենք չեկիստ քրիստոնյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, որ Հայաստանը կարող է եւ պետք է որ մտնի միութենական պետության կազմ, այսինքն դառնա Չեռնոռուսիա։ Եվ սա ուղիղ մարտահրավեր է Հայաստանի անկախությանը։ Բայց դա թողնենք դատարանին։ Ինչ անել եւ ով է մեղավոր երկու ավերժ հարցերից կարևորը հիմա պատասխանել առաջին հարցին։ Ինչ անել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է դիմի միջազգային փորձին եւ հատկապես հետևի մեր իրական բարեկամ եւ դաշնակից Ֆրանսիայի օրինակին։ 2024 թվականի ամռանը Ֆրանսիայում կատարվում էր մոտավորապես նույնը, երբ կիսաֆաշիստական աջակողմյան կուսակցությունը սպառնում էր իշխանության գալ եւ նախագահ Մակրոնը խիզախ քայլ կատարելով եւ համարյա զոհաբերելով սեփական կուսակցությունը լայն դեմոկրատական դաշինք կնքեց ժողովրդավարական այլ կուսակցությունների հետ եւ կարողացավ հաղթել եւ խորհրդարանական ընտրություններում եւ պահպանել սեփական իշխանությունը եւ պահպանել Ֆրանսիայի դերը։ Եթե դա չարվեր, ապա Ֆրանսիայում իշխանության կգային վարդանիքները եւ Եվրոպայի ուրբանիզացիան կշարունակվեր եւ այն Օրբանը, որը այսօր միայնակ է մնացել Եվրոպայում, նաեւ Ֆրանսիա եւ Գերմանիայի դիրքորոշման պատճառով կթելադրեր ոչ միայն պատժամիջոցներ Հայաստանի դեմ, մեզ շատ ավելի մահաբեր բաներ կթելադրվեին։ Ահա ինչու ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է շատ արագ եզրակացություններ անենք եւ ստեղծենք լայն ժողովրդավարական դաշինք այս սև ու կարմիր սպառնալիքի դեմ։ Մենք ժամանակ հապաղելու այլևս չունենք։ Մենք չունենք սխալվելու իրավունքը։ Ապագան վտանգված է։ Բայց մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Լավ օր ձեզ։